Այսօր ուզում եմ նայել ֆինանսների շուրջ։ Առաջիկա մի քանի օրերը ինչ է սպասում մեզ բոլորիս ֆինանսական հարցերում։ Ես կառանձնացնեմ 3 կարտ, 3 տարբերակ։ Ընտրենք որևէ մեկը, տեսնենք որը ում է վերաբերում։ Ինչ-որ նոր հնարավորություններ, նոր շանսեր են բացվում որոշ մարդկանց համար։ Երևի թե ֆինանսական առումով, որտեղ ես ֆինանսներից էի խոսում։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ եւ երրորդ տարբերակ։ Կարող եք ընտրել որևէ տարբերակ եւ ես կսկսեմ նայել։ Ես ինքս ընտրում եմ երկրորդ տարբերակը։ Ես էլ ձեզ հետ կարտերը բացեցի, չգիտեմ, որ տարբերակում ինչ է լինելու։ Առաջին տարբերակ։ Առաջին տարբերակը տեսնում եմ պենտակլի 2-ը, այսինքն նշանակում է այստեղ մարդիկ կարողանում են հավասարակշռության մեջ պահել իրենց ծախսերը եւ իրենց եկամուտները։ Այսինքն ինչքան գալիս է, այնքան էլ ծախսվում է, առանձնապես ետ գցել չեն կարողանում են հազիվ-հազ յոլա գնալ, այո, այդպես կարող եմ ասել։ Տեսնենք ինչ է սպասվում այս խմբի համար։ Նրանք, ովքեր հազիվ-հազ կարողանում են իրենց ծախսերն ապահովել, իրենց եկամուտը ավելի ինչի բավարարում, տեսնենք նրանց առաջիկայում ինչ է սպասվում։ Ինչ հետաքրքիր, բան եմ տեսնում։ Ինչ հետաքրքիր։ Շատ անհետաքրքիր եւ անհավանական բաներ եմ տեսնում։ Շատ հետաքրքիր։ Տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ թագուհուն ջահերի, տեսնում եմ այստեղ սատանայի չարքի կարտը, տեսնում եմ արև, 9 պենտակլի, տեսնում եմ 9 ջահերի եւ պենտակլների թագուհուն։ Ես այստեղ տեսնում եմ շատ մեծ հեռու գնացող պլաններ եւ շատ մեծ հաջողություններ իրականում։ Շատ մեծ կանայք եմ տեսնում, ընդ որում 3 կին եմ տեսնում։ Դե չեմ կարող ասել սա կանանց մասին է կոնկրետ, բայց եկեք հերթով։ Սա կրակի նշանի տակ ծնված թագուհին է։ Իրենք շատ էգոիստ են, որովհետև իրենց համար իրենց եսը շատ կարևոր է։ Իրենք շատ համառ են, ոչ մեկի առանձնապես չեն ենթարկվում։ Ինձ թվում է այս կինը երևի թե հոգնել է այս վիճակից։ Ինձ այդպես է թվում։ Էլ եմ ասում, ես կանայք եմ տեսնում, բայց կարող է լինել նաև ոչ կին, կարող է լինել նաև տղամարդ։ Ամեն դեպքում ովքեր որ այսպիսի վիճակում էին, կարծես մարդիկ արդեն հոգնել են։ Մարդիկ շատ հոգնել են այս վիճակից, հազիվ ծայրը հասցնելուց եւ այս կերպարից, այո, կրակի նշանի տակ ծնված մարդկանցից հնարավոր է այդպիսի տարբերակ։ Իրենք, այսպես ասեմ, մի փոքր ուզում են խենթանալ եւ ոչ սովորական ձևերով փորձեն գումար վաստակել։ Դա կարող է լինել ոչ շատ ճիշտ ճանապարհ, դա կարող է լինել ոչ շատ արդարացված ճանապարհ,
Ես ոչ մի անբարոյական բաներ չեմ ուզում ասել իմիջիայլոց, դրա մասին չի խոսքը, այլ ուղղակի այդպես մի քիչ ուզում են խենթանալ, գժվել, չգիտեմ, ինչպես կարելի է դա հասկանալ, բայց կա այդպիսի բան։ Խելո, գլուխը կախ, մարդն աշխատում էր, հազիվ ծայրը ծայրին հասցնում էր, բայց հիմա հասկանում է, որ չէ, պետք է փոխել իր կյանքի եւ գումար վաստակելու ձևերը, ինչ որ մի նոր բան է պետք անել, ինչ որ ծայրահեղ, որովհետեւ սա, այսպես ասեմ, գայթակղությունների կարգն է եւ թուլությունների եւ դե խենթությունը մի քիչ ավելի մեղմ է ասված իհարկե, բայց այո, կարծում եմ, որ մարդիկ, ովքեր հոգնել են այս ծայրը ծայրին հասցնելով, ուզում են նոր տարբերակներ են փնտրում։ Ես այստեղ տեսնում եմ արև, արևը առհասարակ շատ դրական կարտ է, բայց նաև կարող է լինել շատ թեժ, արևը այս կարտի հետ մի քիչ շատ ծայրահեղ է, էլի չափից ավել շատ է, դե սատանան կրակների մեջ, արև, կրակ, էլի շատ բարդ իրավիճակներ եմ տեսնում։ Գիտեք, այսպես ասեմ, ավելի շատ ես որտեղ հաջորդ կարտերը որ տեսնում եմ, կարող եմ ասել, որ սա երևի անցյալն է եղել, անցյալում այսպես մարդը հոգնել է, բարկացել է, որ այս ծայրը ծայրին հասցնելուց հոգնել է եւ որոշել է իր կյանքը փոխել եւ իրականում չեմ էլ կարող ասել թե ինչ է եղել, միգուցե այդպես ճիշտ էլ չի սկսել, շատ այսպես արդար ազնիվ միգուցե չի սկսել, բայց կամաց ամեն ինչ փոխվել է, իր ընտրվել է հնարավորություն, արև է բացվել։ Ես դե հիմա չեմ կարող ասել, գիտեք, եկեք այսպես անենք, սա լավ է, նորմալ է, իր բախտը տվյալ դեպքում բերել է, որովհետև ինքը կարողացել է իր կյանքը փոխել, կկարողանա համենայն դեպս այդպես ասեմ, կկարողանա իր կյանքը փոխել, իր կյանքը գան նոր մարդիկ եւ ոչինչ չի կարող իրեն խանգարել, որովհետեւ շատ մարտական տրամադրված է, չի հանձնվում եւ ի վերջո շատ հեռու գնացող պլաններ ունի։ Իրականում մարդը այս բալանսի մեջ պահելուց ուզում է գնալ դեպի բավականին կայացած, ես տեսնում եմ կարտերը ցույց են տալիս, որ հնարավոր է։ Ես այսպես ասեմ, մարդը որոշել է խենթանալ, չեմ կարող ասել, ինչ ռիսկերի դիմել այստեղ երևի թե ոչ թե անբարո կամ անազնիվ ճանապարհներով, ուղղակի այն ինչ որ արել է մինչև այդ շատ խելոք, շատ այսպես համեստ աշխատանքի է եղել, կտրուկ ինչ որ բան փոխվել է։ Չեմ էլ կարող ասել թե ինչ է փոխվել, մարդու բախտն է բերել կամ ինքը որոշել է ինչ որ մի նոր գործ սկսել, ինչ որ մի այսպես խենթ գաղափար է ունեցել, բայց շատ լավ է լինելու, ինչ էլ որ այսպես կատեգորիկ փոխել է մեկը իր կյանքը։ Կարող է լինել եմ ասում եւ կին եւ տղամարդ։ Սկզբում հաջողություն է լինելու եւ բավականաչափ վաստակելու եք եւ ինչ մանր-մունր խոչընդոտները լինեն կհաղթահարեք, բայց ի վերջո շատ մեծ հաջողություն է սպասում։ Ֆինանսի կարտերն եմ տեսնում այստեղ հիմնականում։ Այո, կարող եմ ասել, եթե ինչ որ մեկը այս վիճակում է եւ որոշել է կտրուկ փոխել իր աշխատավոճը, ձևը, նոր գաղափար ունի, ինչ որ մի նոր ձևով է ուզում գումար վաստակել, մի քիչ կարող է շատ լուրջ ռիսկային լինել, բայց ես տեսնում եմ հաջողություն։ Ինչն էլ ձեզ մաղթում եմ, Աստված տա, որ հաջող լինի։ Պես շատ զարմանալի է, որտեվ որպես կանոն այդպես չի լինում։ Դե մոտակայքում կարող եմ ասել, որ գործերը լավանում էին, իր պլաններն էին դեպի ավելի շատ ավելի լուրջ, մեծ գումարներ, մեծ, միգուցե չգիտեմ, հարստություն, մի քիչ այսպես շատ երևի անպագորգոր է ասված, շատ ավելի բարեկեցիկ կյանք, բայց դա դեռ առջևում է, դա դեռ իր ցանկություններն ու երազանքներն ու ձգտումներն են։ Ես տեսնում եմ, որ հնարավոր է, բայց դա ժամանակի հարց է։ Իսկ այսօր ինքը ուղղակի այդ, չգիտեմ, խենթ որոշումը այդպես միանգամից կյանքը փոխել է, իրականում իրեն ճիշտ ուղղությամբ է տանում։ Տեսնենք երկրորդ կարտի համար։ Երկրորդը տեսնում եմ այստեղ կին, կայսրուհին է։ Կայսրուհին շատ արդեն կայացած կին է, ինքը արդեն եւ աշխատանքում հաջողություններ կունենա, կարող է լինել սա ամուսնացած կին, մայր, եթե ամուսին էլ չունենա, ամեն դեպքում եղել է ամուսնացած, մայր է երևի թե շատ լավ մայր է, հոգատար։
Կայսրուհին արդեն կայացած կին է, այսինքն ֆինանսապես էլ ինքը պետք է խնդիրներ չունենա։ Տեսնենք կայսրուհու մասին ինչ կլինի։ Հետաքրքիր, ինչքան խառնում եմ, երկրորդ անգամ ընկնում է հիմարի կարտը։ Ինչ է սա նշանակում ֆինանսների հետ կապված։ Եվ առաջին կարտի դեպքում տեսա, փորձեցի ուշադրություն չդարձնել, որտեղ առանձնապես ոչինչ չէր փոխում, բայց նորից երկրորդ անգամ դուրս եկավ։ Տեսնենք վերջում դա ինչ կարող է նշանակել։ Կայսրուհու համար երկրորդ ես տեսնում եմ ասպետը պենտակլի, որը նշանակում է, որ կայսրուհին իրականում ինքը ինչ որ հաջողությունների կյանքում հասել է, ինքը ֆինանսական խնդիրներ առանձնապես չունի, բայց որովհետև ֆինանսների առաջիկայում ֆինանսների հետ կապված ենք նայում, կարող եմ ասել, որ իրականում վերջին ժամանակաշրջանում համենայն դեպս կայսրուհու մի քիչ ֆինանսական առումով մի քիչ գործերը դանդաղել էին, այսինքն գումարներն ավելի քիչ էին գալիս, ավելի ուշ, այսինքն սովորականից փոխվել է, որտեղ ինքը կայսրուհին սովոր է ավելի հաջող կյանքի, ավելի, այսպես ասեմ, շատ գումարների, ավելի շատ հնարավորություններ է ունեցել, այս վերջերս մի քիչ դանդաղել է, ես չեմ կարող ասել ինքը գումարը կորցրել է կամ չուներ, չէ, ուղղակի ինչ-որ բան փոխվել էր վերջին շրջանում եւ սկսել էր մի քիչ դանդաղել եւ ֆինանսական հաջողություններն ավելի դանդաղ եւ ուշ էին գալիս։ Բայց սկսում է աշխուժություն։ 8 ջահերի ցույց է տալիս, որ կսկսի աշխուժանալ եւ այն խնդիրները, խոչընդոտները, որոնցից ուզում էր ինքը հեռանալ, ինչը որ խանգարում էր իր առաջվա կյանքին, այսպես դանդաղեցնում էին գումարների ներհոսքը, իրականում կկարողանա խնդիրներից հեռանալ եւ շատ ավելի արագ ու հեշտ էլ կհեռանա, որովհետեւ շատ այսպես աշխուժություն եմ տեսնում։ Կարող եմ ասել, որ մեր կայսրուհին բավականին էլ համբերատար է եղել, համբերատար ինչ որ խնդիրների միջով անցել է, որովհետև գումարները պակասել են իր առաջվա, այսպես ասեմ, շատ ավելի հարմարավետ կյանքից ավելի այսպես համեստ կյանքի էր անցել եւ անցել է ճանապարհը մենակ, օգնող չի ունեցել։ Սա կարող է նաև այսպիսի վիճակ լինել հենց վերջերս շատ մոտակա ապագայում կամ հենց հիմա էլ այդպիսի վիճակ է։ Ինքը համբերատար է բավական, որտեղ երկար է տևել արդեն այս process-ը, տևական process է, որ դանդաղել են ֆինանսները եւ մենակ է հաղթահարում, բայց համբերատար սպասել է։ Վախեր եղել են, մարտահրավերներ եղել են, վախեր եղել են, որ բա որ չկարողանամ հաղթահարել, ֆինանսները ավելի պակասեն, դանդաղել են, ուշ են գալիս, բայց իրականում տարբերակներ կան, առաջարկություններ եղել են մի քանի անգամ, բայց դրանք չեն եղել այն առաջարկությունները, ինչ որ ինքն ուզել է։ Դե հասկանում եք, կայսրուհուն վերջապես ինքը շատ լավ գիտի իր արժեքը, կյանքի ճանապարհ անցել է, սա միջինից էլ եւ բարձր տարիքի կին է եւ առաջարկությունները արո իրեն չեմ բավարարել, որտեղ ես չեմ կարծում, որ նման հաջողակ կինը կարող է քչով բավարարվել։ Իրեն առաջարկել են 3, բայց ինքը 3 բաժակ, ինքը ուզում է 10։ Ես X էլ էի ընտրել երկրորդ կարտը եւ ես կարող եմ ասել, որ շատ էլ ճիշտ է։ Ինձ էլ ինչ էլ որ առաջարկում են, ես այդտեղ չուրեմ, կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ Ինչու 3 ընտրել, եթե ես կարող եմ եւ արժանի եմ 10-ի։ Իսկ հիմա տեսենք կստանանք մեր 10-ը, թե չենք ստանա։ Անկախ նրանից, թե մենք ինչ ենք ուզում։ Պատասխանն է այո, միանշանակ, որովհետև տեսնում եմ 6 ջահերի, իսկ սա հաղթանակի կարտն է։ Անպայման միանշանակ։ Նրանք, ովքեր սպասել են բավականին երկար ժամանակ, նեղություն են քաշել, ավելի համեստ կյանքով են ապրել առաջվանից, բավականին տևական ժամանակահատված, չեմ կարող ասել 6 ամիս, մի տարի, եւ առաջարկություններ եղել են, բայց ինքը ավելին է ցանկացել եւ սպասել է դրա համար, ձգձգվել է իր այս
վիճակը համեստ ապրելու, այսպես կարող եմ ասել, որովհետև ինքը շատ ավելի հույսեր է ունեցել։ Իրականում ինքը իր ուզածին կհասնի, անպայման, սա հաղթանակի կարգն է եւ իր 10-ը ինքը կստանա։ Այնպես որ սպասելն արդարացված է եւ մեր կայսրուհին առանց գումարի եւ հաջողության հաստատ չի մնա։ Տեսնենք երրորդ տարբերակը։ Երրորդ տարբերակը տեսնում եմ ինչ-որ մեկը նոր գաղափար ունի, նոր ձև, նոր միջոցներ գումարներ վաստակելու։ Սա ջահերի տուզն է, տուզը ինստինկտյան չի կարող վատ լինել, շատ լավ է։ Նոր ոգևորություն, նոր գաղափար, նոր այսպես մտահղացում եւ նոր ճանապարհ թերևս ֆինանսների նոր միջոցով ֆինանսներ վաստակելու ինչ որ եւս մեկ կարող է եւս մեկ կարող է պարզապես նոր տեսնենք տեսնենք ինչ ենք այստեղ տեսնում Ես սկսեմ ասել մոտավորապես այստեղ ինչ եմ տեսնում, դրանից հետո տեսնենք մեզ ուր կտանեն կարտերը, միգուցե դեռ ավելի ճիշտ ուղղությամբ տանեն, ինչ որ տեսնում եմ։ Ինչ որ մեկը նոր գաղափար երևի թե ունեցել է, որոշել է ինչ որ, չգիտեմ, գնալ իր նոր գաղափարի ետևից եւ այսպես շատ ինքը իր ամուր իր ոտքին կանգնած վստահ իր գաղափարի վրա շատ սուղ հնարավորություն է ունեցել, սա ավելի 4-ը պենտակլի, դա ժլատության կարտն է, այսինքն մարդ, որը պահում է գումարները, չի ուզում ծախսել, խնայում է, չեմ կարող ասել կուտակում է, բայց խնայում է, եւ շատ գումար չի էլ ունեցել, եւ մարդը փորձել է շատ քիչ ներդրում անելով, շատ քիչ գումար ծախսելով, նոր մեծ գաղափարի ետևից գնալ, բայց իրականում դա իրեն ոչ միտեղ չի տարել, որովհետեւ դու շատ քիչ գումարով, այդպես գծուց լինելով մեծ գաղափարի ետևից ոնց կարող ես գնալ։ Եվ մարդը հայտնվել է այսպիսի մի անորոշ վիճակում, տեսնում եք, թրերով շրջապատված, այսինքն ելքը չի տեսել, մարդը մի տեսակ հայտնվել է ծուղակում եւ ինքն է իրեն ծուղակի մեջ գցել, նոր ներդրում շատ մեծ լուրջ գաղափար, շատ քիչ գումարներ դնելով, չգիտեմ, միգուցե ժլատությունը նաեւ կարող է լինել, տեսեք, ես որտեվ պենտակլի տեսնում եմ բաժը դրա համար փոքր գումար եմ տեսնում, իսկ կողմից միգուցե ինքը չի էլ ուզել շատ ջանք դնել, ժլատությունը միայն գումարի հետ չի կարող լինել կապված, կարող է նաև չի ուզել շատ ջանք գործադրել, շատ իրեն նեղություն տալ, իր հարմարավետության գոտուց առանձնապես դուրս չգա, քիչ էլ գումար դնել, բայց շատ մեծ գաղափարի ետևից։ Հա, այդպես իհարկե չի լինում, եւ մարդը իրականում հայտնվում է տարօրինակ այսպես փակողու մեջ, եւ ելքը չի տեսնում, աչքերը փակ է, մի տեսակ շղթայված ինքը ելք չի գտնում, որովհետև հայտնվում է ընտրության առաջ, շարունակել, չշարունակել, ինչ անել, ինչպես անել եւ ելք չի տեսնում։ Գումարները այնպես չի, որ բոլորովին չեն եկել, մարդը սրանից չի աղքատացել, ուղղակի շատ դանդաղ, շատ քիչ գումարներ են եկել եւ ինքը այսպես մի տեսակ ստրեսի մեջ է հայտնվել։ Դա նույնիսկ սկսել է իր առողջության վրա ազդել եւ ինչ որ մի պահ նույնիսկ դադարեցրել է եւ ոչինչ էլ չի անում, որովհետեւ չգիտի ինչ անել։ Այսպես մի քանի կարտ էլ հանեմ, ինչ կարտեր որ ընկան, դրանց մասին էլ կխոսեմ։ Այ շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում եք այստեղ բաժակների 5-ն է այստեղ հիասթափված, մարդը շատ մեծ հույսերով, շատ մեծ այսպես գումարների տուզն է սա պենտակլի, գումարների ետևից էր գնում, բայց սա ուղղակի ինքը երազում էր, տեսեք, սա իլյուզիաների կարտն է, տեսնում եմ քրմուն, այսինքն սա մարդու երևակայությունն էր,
Հեսա կգնամ, հեսա կհաղթեմ, հեսա մեծ գումարներ կաշխատեմ, շատ ջանք չեմ գործադրի, շատ մեծ գումար չեմ ծախսի, չեմ ներդնի, բայց անպայման կգնամ կհասնեմ իմ մեծ գումարներին, հարստության։ Այդպես չի լինում։ Դրա համար էլ մարդը այսօր հայտնվել է այսպես կոտրած տաշտակի առաջ հիասթափված, սա իր իլյուզիաներն ու երազանքներն են եղել։ Այստեղ տեսնում եմ արդարադատության կարտը, հիմարի կարտը եւ աշխարհի կարտը։ Սա նշանակում է, որ չեն արդարացվել իր ռիսկերը, որովհետեւ անհիմն ռիսկեր են եղել։ Ես չեմ կարող ասել ռիսկ եղել է, տեսեք, թեկուզ այս դեպքում ռիսկ կարող է լինել այն, որ դուք ջանք չեք գործադրել եւ մեծ գումարներ ավելի այսպես լուրջ գումարներ չեք ներդրել, մի փոքր գումարով ոչ մի առանձնապես աշխատանք չանելով ինչպես կարելի է, ես չգիտեմ, մեծ գործ սկսել, գումարներ վաստակել, պետք է եւ բավականին շատ աշխատել եւ պետք է եթե պետք է գումարներ դնել, պետք է դնել ինչքան որ անհրաժեշտ է, այսինքն այդ ռիսկը եղել է դրանում, որ դու մեծ քայլի ես դիմում, բայց իրականում չես ուզում ոչ մի լուրջ ներդրում անել եւ դա արդարացված չի եղել։ Իրականում կարող էին շանսեր լինել, ճիշտն ասած, կարող էին լինել, էլի եմ ասում, այսինքն դեք եթե այդ ռիսկի դիմել եք, ամեն աշխատանք, ամեն գործ, ամեն ինչ էլ ռիսկ է։ Եվ իրականում շանսեր կարող են, որտեվ աշխարհի կարտը սա նշանակում է նոր էտապ, լավ, տեսնենք այս բոլորը իրեն բերել է ինչ-որ մի նոր տեղ, ուր է բերել։ Այսպես տամ հարցը, երկու կարդ հանենք ուր է իրեն հիմա բերել և ինչ է լինելու հետո։ Որտեղ է հասել։ Ես տեսնում եմ այստեղ թրերի ասպետի և տեսնում եմ 8 ջահերի։ Ուր է իրեն բերել։ Բերել հասցրել է այնպիսի մի վիճակի, որ պետք է սկսել աշխատել շատ արագ իմիջիայլոց, շատ արագ նոր ջանքեր պետք է գործադրել, նոր ուղի գտնել։ Տեսեք զենքը ձեռքին, հա ասպետը շարժվում է առաջ, իսկ սա արագության կարտն է 8 ջահերի։ Պետք է նոր մի բան մտածել, այնպիսի մի էտապում եք, որ դուք պետք է շատ արագ որոշում կայացնեք և այս վիճակից կարողանաք ինքներդ ձեզ հանել։ Եվ արագ, ժամանակ այդքան չկա, որտեվ երևի ինչ էլ որ մի փոքր գումար ներդրել եք, դա էլ կարող եք երևի կորցնել։ Ես չեմ տեսնում այստեղ գումար կորցնել, բայց այստեղ տեսնում եմ սիրահարների կարտը, ինչը նշանակում է ընտրություն, այո, դուք ընտրություն ունեք։ Ընտրություն ունեք և պետք է ընտրեք ճիշտ ճանապարհ, որպեսզի կարողանաք այս ծուղակից, որ ինքներդ եք ձեզ գցել, ձեր ծուլությամբ, ճիշտն ասած, եւ գծուծությամբ, կարողանաք ինքներդ ձեզ հանել, բայց պետք է ավելի արագ որոշում կայացնել։ Ես այստեղ մյուս հարցը տվեցի, թե իսկ ինչ կլինի, դուք եթե կարողանաք հավաքել ձեզ, ճիշտն ասած, եւ ուղղել ձեր սխալները, իրականում դուք կկարողանաք հաջողության հասնել, բայց նախ նորից տեսնում եմ կարգը այստեղ, այսինքն պետք է արագ շարժվել, պետք է սկսել գործել, պետք է դիմել մասնագետի, մարդ, ես չեմ կարող ասել ինչ գործի մասին էր սա, ինչ գաղափարեր եւ ինչ մասնագետ, մարդ, որը փորձ ունի եւ կարող է ձեզ նման մարդկանց սովորեցնել, ուղղություն ցույց տալ եւ հանել ձեզ նման փակուղային իրավիճակից։ Այո, կարող է։ Խորհուրդն այս է կարտերի, ես ուրիշ էլ կարտեր չեմ ուզում շատ հանել, բայց դուք խճճվել եք և ձեզ խորհուրդ են տալի կարտերը, որ շարժվել առաջ և կարող եք իրականում, ձեր գործը տեղից կշարժվի, պարզապես դուք ինքներդ չեք կարող անել, դուք պարզապես խճճել եք ամեն ինչ, բայց ձեզ կգտնվի մի մասնագետ։ Ես մասնագետ կարող եմ ասել, կարող է լինել ընկեր, ծանոթ, չեմ կարող, ինչ-որ մեկը, որ հաջողակ է, հաջողությունների է հասել իր գործում, ընդ որում նմանատիպ գործում, որ դուք եք արել, այս գաղափարը, այս ինչ էիք, որտեղ էիք ներդրում արել, ինչ գործ էիք սկսել, մարդ, որը այդ նույն գործում հաջողակ է և կարող է ձեզ սովորեցնել, ինքը ունի իր ունակությունները, հա, իր պրոֆեսիոնալ է իր գործում, այսպես ասեմ, և ինքը կիսում է իր փորձը ուրիշների հետ, այո, պետք է շարժվել առաջ և դիմել ինչ-որ մեկի, որը ունի փորձ, և ես հուսով եմ, որ դուք կհասնեք հաջողության, տվյալ դեպքում հաջողությունը, որ դուք կարողանաք այդ ծուղակից դուրս գալ, արդեն հաջողություն է երևի թե։ Ես բոլորին ցանկանում եմ ֆինանսական հաջողություններ։